Նոյեմբերի 29-ին Զարուհի Փոստանջյանը տեսանյութ տեղադրեց Վարդան Ղուկասյանի փաստաբան, որտեղ ասում էր, որ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է եւ գիշերը մի կերպ է լուսացրել։ Հիմա կարդամ ինչ է կատարվում Վարդան Ղուկասյանի հետ, բավականին հետաքրքիր եւ ծիծաղելի է։ Ունի բարձր շաքար, գլխապտույտ, աչքերի տեսողության, ականջների մեջ խշշոց, թուլություն, սրտխառնոց, կրծքավանդակի շրջանում սեղմոց, շնչառության հետ կապված խնդիր։ Մի խոսքով Զարուհի Փոստանջյանը բողոքում է, որ բանտախցում պայմանները լավը չեն, բժիշկները չեն այցելում Վարդան Ղուկասյանին եւ չեն տեղափոխում հիվանդանոց, էլ չասած, որ ըստեղ կիսամեռ մարդու մասին է գնում խոսքը։ Մենք այսօր կլիզմա կանենք պարոն Վարդանիկին եւ իմ կարծիքով նա այդպես հետ կգա դեպի դառը իրականություն։ Եվ Արամ, ինչ է նշանակում բանտախցում պայմանները լավը չեն, իսկ նա 5 աստղանի հյուրանոցի էր ակնկալում, որ պետք է այդ ամենից հետո վերջը գտնվեր 5 աստղանի հյուրանոցումն է։ Այս մարդը եթե ունի մի շարք հիվանդություններ, այսօր ոռնում է, որ լավ չի, ճնշում ունի, շաքար ունի, չգիտեմ ինչ ունի, բա Վարդան Ղուկասյան, բա դու այդքան հաշվի չէիր առնում, որ գնում էիր այտենց տաժանակի աշխատանքի քաղաքապետ էիր ուզում դառնալ։ Բա այդքան հիվանդություն ունես, քաղաքապետ ո՞նց էիր աշխատելու։ Հայհոյելուց նաև Արտուր սրանց պաշտոնը մի բանի համար է պետք, կայֆավատի, թարանելու, իրանց երեխեքի բուգը լցնելու, իրանց տուն տանելու համար։ Այդ ժամանակ հիվանդ չեն։ Ով պաշտոնից հանին գցին դուրս կամ բռնվավ կամ ինչ-որ մի բանի մեջ հայտնվավ, վատացավ շատ արագ։ Բա դուք պետք է այտենց խնդիրներ ունեք, հիվանդ եք, բա ո՞նց եք գնում ծառայեք ժողովրդին։ Գիտեն ժողովրդին ծառայելը այդքան հեշտ բան է։ Բայ հիվանդոտներ։ Բա հելեք այդ տեղը ազատեք, թող երիտասարդները, առողջները գան այդ աշխատանքի իրականացնեն, թե սովորեք, որ թարնեք, կաշառք վերցնեք, տանեք ձեր երեխեքի բուգը լցեք։ Այսինքն սա եւս մեկ անգամ մենք նշում ենք, որ այս եթեից հետո երևի այդպես կլիզմայի կարիք կունենա Վարդան Ղուկասյանը եւ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլ այն կոռուպցիոներները, այն կաշառակերները, որոնք այսօր անցնում են քրեական գործներով եւ վերենգած են բանտերում, որտեղ դրանց տեղը դա է։ Մենք բազմիցս նշել ենք, որ քրեակատվական հիմնարկները պետք է, գիտեք ինչ կա Արտուր, ես օրս խոսում եի այդպես աշխատակիցների, ասում եմ տեղ չկա։ Մեզ նոր քրեակատվական հիմնարկ կա պետք, հենց որը որ կկոչվի հենց այս օլիգարխների, այս բանակից թրացների, կոռուպցիոներների, սաշիկ, մաշիկ, դրանց բոլորին պետք է տանեն լցեն ընդե։ Դրանց տեղը է դա։ 30 տարի Արտուր, ժողովրդի արունը խմել են սրանք։ Բա ինչ են ուզում։